Բայց օրինակ երբ որ պոպուլիզմը կամ կառավարության մասնավոր մերկանցիլ շահը կամ վարչապետի թույլ են տալիս, իրանք միանգամից ցախողված վարկերի հարցում լուծում են գտնում, սուբսիդավորում են բանկերին, ընդ որում բոլորից հարկերի, վճարած հարկերի հաշվին, չէ, որովհետև դեմ ընտրություններ է, բոլորս հասկանում ենք, իմիջիայլոց սա կառավարություն է, որի իշխանության տարիներին, եթե օրինակ տնային տնտեսության վարկերը, այլ խոսքով սպառողական վարկերը, եթե 2018-ին մինչև հեղափոխությունը 5 տրիլիոն էր, հիմա 3 տրիլիոն է գերազանցում է։ Սա իրականում շատ վատ ցուցանիշ է, սա որտեղ եթե սպառողական վարկերի կառուցվածքը ուսումնասիրենք, շատ վատ տեղ ենք անցնելու։ Դա իրական եկամուտների բացակայությունը մարդկանց թվում։ Հիմա այդ մի հատ խոշոր խմբի, որը ենթադրյալ իրանք համարում են իրանց հնարավոր էլեկտորատը, հա, այդ խմբին ընդառաջ քայլ են